Վաշինգտոնի ավագ դպրոցի աշակերտուհի Նիդի Ալանին իր փոքր խմբի հետ Polly Teens անունով կայք է ստեղծել։ Քաղաքական կյանքում դեռահասների ոչ բավարար ներկայացվածության հարցը լուծելու նպատակով որոշեցինք ինտերնետային կայք ստեղծել, որտեղ երիտասարդները կարող են բարձրաձայնել ընթացիկ քաղաքական հարցերի շուրջ իրենց կարծիքը։ Բոբի Սուի և նրա թիմակիցների ստեղծած ինտերնետային կայքը կոչվում է Reboot, վերաբեռնում։ Reboot-ը իր տեսակի մեջ միակն է, լինելով տեղական ճգնաժամային ռեսուրսների համապարփակ առցանց տվյալների շտեմարան։ Աշակերտուհիները ծրագրավորող աղջիկներ կոչվող կազմակերպության համազգային ամառային ճամբարի մասնակիցներից են։ Նյու Յորքյան այս կազմակերպությունը համագործակցում է տեխնոլոգիական ընկերությունների հետ ստեղծելու համակարգչային գիտություններում և երիտասարդ կանանց ներգրավման ծրագիր։ BSA The Software Alliance կազմակերպությունը Վաշինգտոնյան գործընկերներից մեկն է։ Համակարգչային գիտությունների ոլորտում աշխատատեղերի մեծ պահանջարկ կա։ Ըստ կանխատեսումների 2024 թվականին Միացյալ Նահանգներում գրեթե 4.5 միլիոն աշխատատեղեր կլինեն, որոնցից ավելի քան 1 միլիոնը թափուր կմնա։ Մեր կազմակերպությունը փորձում է լրացնել այդ բացը, խթանելով կանանց ներգրավվածությունը համակարգչային բնագավառում։ 2012 թվականից ի վեր ավելի քան 10,000 ավագ դպրոցականներ են մասնակցել այս ճամբարներում և հետդպրոցական ծրագրերում։ 7 շաբաթյա ամառային անվճար ծրագիրը նախատեսված է ծրագրավորման փորձ չունեցող աշակերտների համար։ Այս ամառ ես սովորել եմ ծրագրավորման մի շարք լեզուներ։ Կարողացել ենք ստեղծել համակարգչային տարբեր խաղեր։ Իրոք շատ հետաքրքիր էր։ Հատկապես ուրախալի էր, որ անմիջապես տեսնում էինք արդյունքը։ Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է տալիս այցելել NASA-ի գրասենյակ և տեխնոլոգիական այլ ընկերություններ։ Այնտեղ նրանք կարող են տեսնել ղեկավար պաշտոններում կանանց, ինչը կարող է օրինակ ծառայել երիտասարդ աղջիկների համար։ Այս փորձառությունը որոշ աշակերտուհիների համար միանգամայն նոր մասնագիտական ուղի է բացել։ Կազմակերպիչները հուսով են, որ մասնակիցները կկիրառեն ձեռք բերված գիտելիքները քոլեջում և հետագա կյանքում։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։